Բարև ընկերներ, այսօր մի քանի կարևորագույն թեմաներից եմ խոսելու, կարևոր բացահայտումներով լի օր է սպասվում, շնորհակալ եմ վստահության և աջակցության համար։ Ընկերներ, որքան մոտենում է ընտրության օրը, այդքան ավելի ագրեսիվ է դառնում քարոզարշավը։ Սկսել են իրար բացեիբաց վիրավորել, սպառնալ, որը առաջին հայացքից շատերի մոտ կարող է կարծիք ձևավորել, որ ինչ ուժեղ թեկնածու ունենք, սակայն դա իրականում շատ վատ տեղ է տանում։ Ինչ ենք լսում ամեն օր։ Հայոյանք, վիրավորանք, սպառնալիք, ում եք սպառնում, ում եք վիրավորում, չեք հասկանում, որ ազգին տանում եք կործանման։ Որ նորմալ երկրում են ամեն օր իրար հայոյում, ոչ մի։ Հիմա այ համբալ, ինչ ունես դրա հետ։ Ինչն է քեզ ստիպում, ամենայն լրջությամբ ինչն է քեզ ստիպում, ուղղակի խիես ցավացնում քո քայլերով ամբողջ մի ժողովուրդ։ Այսօր են համբալը խոսել է մեր ժողովրդի ինքնության մասին։ Ուրեմն եթե ուղիղ եթերում ինքնություն բառը առանց տառասխալի գրի, հանդիսավոր խոստանում եմ, երկու անգամ իր մասին խոսելիս ոչ թե համբալ կասեմ, այլ Ռոբերտ Քոչարյան։ Սրանց համար մարդը գոյություն չունի։ Սրանց համար իրենց աթոռը, իրենց պարկեվավճարները, իրենց գռդոնը, դուք որ ասում եք դպրոց խես շատ կառուցում կամ ասֆալտ շատ, որտեղ ուղեղ չունի, այդ որ ցույց եք տալիս դրա համար։ Մեկ մյուսին է կզացնում, համբալ անվանում, Նիկոլին ընտրողներին ժեխ են անվանում, ընդդիմությանը եռագլուխ հրեշ, դպրոց շինելը, անուղեղություն։ Մենք հոգնել ենք ձեզանից էլ ձեր քարագլուխ ստահակներից էլ, ռադներդ քաշեք հանրային կյանքից և հեռու պահեք մեզ ձեր անդաստիրակ պահվածքից։ Ընկերներ, եկեք մի անգամ սթափ գնահատենք և դատողություն անենք այս ամենից։ Ձեզ եզակի հնարավորություն է տրվում իրականացնել իրական հեղափոխություն, որից հետո վստահեցնում եմ, նման թյուրիմացությունները տեղ չեն ունենա մեր հանրային կյանքում։ Հիմա անցնենք օրվա թեմաներին։ Տեղեկություն եմ ստացել, որ Գյումրու թիվ 41 դպրոցում երեխաների մոտ աղիքային վարակ է հայտնաբերվել, որի մասին լռում են թե պատկան մարմինները, թե Նազելի Բաղդասարյանի սրտի գյումրված հայք հեռուստաընկերությունը։ Հիմա ստացված տեղեկատվության մասին ավելի մանրամասն։ Նախ նշեմ, որ դպրոցի տնօրենը Շիրակի փոխմարզպետ Արտուշ Հովհաննիսյանի կինն է, Հայաստան Կարապետյանը։ Իդեպ, փոխմարզպետի կնոջ տնօրեն նշանակման մեջ շատ կասկածելի հանգամանքներ կան, սակայն այս թեման առաջիկայում։ Ըստ ստացված տեղեկությունների, առաջինից մինչ 4-րդ դասարանի աշակերտներից վարակվել են 10-ից ավել երեխաներ, ովքեր գտնվում են հիվանդանոցում։ Ինչպես գիտեք, տարական դասարանի երեխաները օգտվում են դպրոցի ճաշարանից։ Ինձ հասած տեղեկություններով այդ դպրոցի խոհարարն էլ նույն փոխմարզպետի մորաքույրն է։ Ընկերներ, խոսքը գնում է շատ լուրջ վարակի մասին, որի մասին Գյումրու մանկական հիվանդանոցը գրությամբ տեղեկացրել է մարզպետարան, սակայն կրկին թեման ջրվել է դպրոցի տնօրենի ամուսնու միջոցով։ Այսօր դեպքի հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունը, սակայն որևէ խոսք չկա տվյալ դպրոցի մասին։ Հայտարարությունը կկարդամ կհասկանաք։ Գյումրու Տիրամայր Հայաստանի կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք։ Այս մասին հայտնում են հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Բուժառուների վիճակը գնահատվում է բավարար, արձանագրվում է դրական դինամիկա, իսկ այսօրվա դրությամբ նոր դեպքեր չեն գրանցվել։ Դեպքի առնչությամբ ՀՀ անհիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետներն իրականացրել են համաճարակաբանական ուսումնասիրություն, ինչպես նաև նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ։ Խմելու ջրի հետազոտությունների արդյունքներ շեղումներ չեն հայտնաբերվել։ Կենսաբանական նմուշների հետազոտությունները շարունակվում են։ Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի հետազոտությունների ավարտից հետո։ Նշվում է հաղորդագրության մեջ։ Տիկին Ժաննա Անդրեասյան, բարև ձեզ, ինչպես եք։ Ձեզ չէի անդրադարձել, բայց հույսով եմ լավ եք։ Կասեք, ինչու են նման դեպքերը փորձվում թաքցվել, չլինի ձեր քաղաքական թիմի ներկայացուցիչներին է վերաբերվում դրա համար։ Տիկին նախարար, եթե ձեր երեխան վարակված լիներ, էլի կլռեիք։ Ամոթ է,
սա էլ հո քաղաքական հարց չէ, խնդիրը անմեղ երեխաներին է վերաբերվում։ Հույս ունեմ բոլոր պատասխանատու անձինք կստանան իրենց գնահատականը եւ պատիժը օրենքի տառին համապատասխան, իսկ ես կհետևեմ, թե ինչ քայլեր կանեք։ Ընկերներ, բազմաթիվ նամակներ եմ ստանում, բազմաթիվ խնդիրների մասին։ Խնդրում եմ զինվեք համբերությամբ, բոլորի խնդիրներն էլ բարձրաձայնվելու են։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան, ողջույն, ինչպե՞ս եք։ Եթե ձեր տունը սարքելուց օգտագործեին սխալ տեխնիկա, արհեստավորների գումարը չէիք վճարու, չէ, բա Երևանն էլ մեր տունն է, ինչու եք արհամարում մեզ, ինչու եք թույլ տալիս, որ որոշ թերհասներ խոսալցում անեն նման պայմաններում։ Հասկանում եմ, որ ընտրություն է, պետք է թոս փչեք մեր աչքերին, բայց սա արդեն խայտառակություն է։ Տիգրան Ավինյան, անձամբ դուք եք պատասխանատուն այս ամենի, քանի որ դուք եւ ձեր ենթականներն եք ղեկավարում քաղաքը։ Ընկերներ, տեղեկություններ եմ ստանում, որ նաև հայ-չինական դպրոցում բացահայտ քարոզ են անում իշխող ուժին ձայն ապահովելու համար։ Հույս ունեմ, որ Պետրոս Ղազարյանի տիկինը կզբաղվի նաև այս տեղեկատվությամբ։ Երևանում եւս լուրջ խնդիրներ կան, գրեթե բոլոր պետական կառույցներում, ժողովրդի լեզվով ասած, շունը տիրոջը չի ճանաչում։ Այսպես, ասում են, որ Մալաթիա Սեբաստիավարչական շրջանում գտնվող թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենը սկսել է աշխատանքից ազատել իր աշխատակիցներին, մեկնաբանելով, որ հղի քիչ ունենք, ուրեմն գործազուրկ եք դառնալու։ Տիկին մեկ այլ նախարար Անահիտ Ավանեսյան, դուք ինչպես եք։ Խնդրում եմ պարզել, այդ պոլիկլինիկայի տնօրենը ուղեղից հղի է, թե ուղղակի դեպրեսիայի մեջ է։ Ընկերներ, Էմմա Պալյանին ճանաչում եք։ Խնդրում եմ մեկնաբանությունում գրել ձեր կարծիքը այս տիկնոջ մասին։ Սիրելի գյումրեցիներ, ողջունում եմ ձեզ։ Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, մենք քաղաքացիական պայմանագիր կուսակցության մեծ թիմը շարունակում է քարոզարշավը, շարունակում է շփվել գյումրեցիների հետ, ստանալ դրական էներգիա։ Հիմա մի փոքրիկ տեղեկություն այս տիկնոջ մասին։ Պարզվում է Տիկին Պալյանի եղբայրունի, անուն էլ Հայկազ։ Ուրեմն այս գյումրեցի падգամավորի եղբայրը նաև բիզնես ունի, Հայկազ Պալյան անհատ ձեռնարկատեր անունով։ Դրանում իհարկե որևէ վատ կամ կասկածելի բան չէր լինի, եթե այդ անձից գնումներ չկատարեին Գյումրու դպրոցները։ Ըստ ստացված տեղեկությունների, Գյումրու թիվ 23 դպրոցը մշտապես գնումներ է կատարում Պալյանի եղբորից, բացի տվյալ դպրոցից կան նաև այլ դպրոցներ։ Հիմա հարց է առաջանում, ինչպես ստացվեց, որ այստեղ հակակոռուպցիոն կոմիտեն կասկածելի որևէ բան չի նկատել։ Հիմա էլ խոսելու եմ Գեղարքունիքի Մարտունի համայնքի ղեկավար Հովանես Հովեյանի մասին։ Իդեպ Հովեյանը երկար ժամանակ եղել է Վարդենիկ գյուղի գյուղապետը, ով հերթական անձն է, որ դարձել է իշխանական ուժի ներկայացուցիչ։ Այսպես, ըստ ստացված տեղեկությունների, Գեղարքունքի մարզի Մարտունի համայնքի գումարները գնում են Strong Shin ՍՊ-ին, որը փոխկապակցված է համայնքի ղեկավարի եւ Վարդենիկի վարչական ղեկավարի հետ, ով Հովեյանի աներորդին է։ Հաստատող փաստ է, որ նշված Strong Shin ՍՊ-ն փոխկապակցված է նշված պաշտոնյաների հետ, այն է, որ վերջի մրցույթում, որտեղ իրենք շահել են Մարտունի թիվ 2 մանկապարտեզի շինարարությունը, կազմակերպության հետ կապի միջոց հրավերում նշված է Հովեյանի աներորդու որդու հեռախոսահամարը։ Ուսումնասիրության արժանի փաստերից մեկը 2024 թվականի հունվարին Մարտունու համայնքապետարանի կողմից հայտարարվում է մրցույթ։ Ի սկզբանե լուրեր էին պտտվում, որ նախահաշիվը ուռչացված է, հետևաբար ցածր գնով հաղթող է ճանաչվում Strong Shin ՍՊ-ն։ Ըստ վարդենիկցիների, շինարարության վրա աշխատող տեխնիկաների մեծամասնությունը եղել են Մարտունու համայնքապետարանի թիվ 2 կոմունալ տնտեսությանը կցված տեխնիկաները։ Շինարարությունը կատարվել է բազմաթիվ խախտումներով եւ հսկայական հավելգրումներով, քանի որ պատվիրատուն եւ կատարողը նույն մարդիկ են։ Շինարարության մեջ նախատեսված ամբողջ ավազային շերտը, որը կազմում է շուրջ 65 միլիոն դրամ, ապուրինաբար օգտագործվել է Վարդենիկ գյուղում գտնվող Չաթլի Սուրբ կոչվող տարածքից։ Հիմա դիմում եմ ուժային կառույցներին, որպիսի համապատասխան գործողություններ կատարեն։ Հակառակ դեպքում կամ լռության պարագայում մենք կհամարենք, որ նույն կառույցները այդ թալանից փայ ունեն։ Մարտունի քաղաքի հետ կապված բազմաթիվ այլ տեղեկություններ առաջիկայում եւս կհրապարակեմ։ Այսօր այսքանը, հարգանքներով, ձեր հայը։